Մեր ներսում երկու բան կա գանձ եւ այդ գանձի դիմաց նստած է մի հատ հրեշ։ Այդ գանձը երկնքի արքայությունն է, որի մասին ասեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Դուք որ Աստվածաշունչը կարդում եք, հիշում եք, չէ՞, որ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, երկնքի արքայությունը, Աստուծո արքայությունը դրսից տեսանելի ձևով հեռվից չի գալու, այլ ասեց երկնքի արքայությունը կա ձեր ներսը, ձեր մեջ։ Այդ նշանակում է, որ մենք պետք է սկսենք նայել մեր մեջ։ Դրա համար մեզ պետք է ձևավորեն ինչ-որ տեսակի տեսողություն։ Աչքերով սրտիդ ներսը չես կարող նայել, բայց մտքով երևի, հոգով դու կարող ես նայել ու երբ որ դու տեսնում ես, ուզում ես փնտրել այդ երկնքի արքայությունը, որ կա որպես գանձ, դու տեսնում ես, որ այդ դռան մոտ մի հատ մեծ հրեշ է նստած։ Այդ հրեշը քո կրքերն են, քո մեղքերն են, քո ցանկություններն են, քո հպարտությունն է, քո ծածուկ մեծամտությունն է, որ բոլորն ասում են լավ մարդ է, բայց հələ մի հատ ոտը պատահաբար տրորի տես ինչ է սարքում մարդկանց գլխին, քո այդ սելֆի սիրելն է, քո սերն է, քո մերկությունը ցույց տալ ուրիշ տղամարդկանց առաջ, եթե դու կին ես, քո դավաճանությունն է, քո դավադրությունը, այն բոլոր սերմերն են, որոնք որ մեղք են ծնում։ Դա հրեշ է, դրանք կոչվում են կրքեր, որ քեզ բռնում են քո անձը ու կրում են, դու չես կարող, ասենք մեկը խմող է, այդ կիրքը խմելու բռնել է իրեն ու ինքը տանում է, այդ մարդը ալկոգոլիկությունից տանջվում տառապում է, կամ թմրամոլ է, կամ խաղամոլ է, կամ ուրիշ տեսակի ինչ-որ բանի է տրված, կամ առավոտվային ծիրիկուն էկրանի վրա է, ոչ իր երեխեքին է տեր կայնում, ոչ ամուսնուն է տեր կայնում, ոչ կնոջն է տեր կայնում։ Այս ձայնագրությունը այն բանի մասին է, որ մենք հիշենք, իմանանք, որ եթե դու կարողանում ես նայել քո ներսը եւ սկսել պայքարել այդ կրքերի դեմ, քո հոգին սկսում է առողջանալ։ Եվ եթե ամեն մեկից հոգին սկսի մի քիչ առողջանալ, ամեն մեկս մեր ներսը նայելով, ուրիշին չդատելով, հերիք է ուրիշին մեղադրենք, հերիք է ուրիշին դատենք, հասկացանք, անմեղ մարդ չկա այս աշխարհի մեջ։ Բայց երբ որ դու ասում ես լավ, ես հասկացա, ուրիշ ամեն մեկը իր խաչն է կրում, ամեն մեկը իր մեղքի համար պատասխան է տալու, բայց ես ինչ պատասխան պետք է տամ իմ մեղքի համար ահեղ դատաստանի օրը Տեր Հիսուս Քրիստոսի առաջ։ Ու դու նայում ես քո ներսը, ու դու ուզում ես տեսնում ես այդ քո մեղքերը, ինչպես ծովի ավազ, ոչ թե մի հատ երկու հատ, այլ ինչպես ծովի ավազ, ուզում ես դրա դեմ պայքարել։ Հետո դու տեսնես, որ շատ դժվար է, դու չես կարողանում քո չար սովորություններից ազատվել։ Ու զգում ես, որ քեզ փրկիչ է պետք։ Այն ժամանակ հիշում ես, սպասի, ախր ես կարդացել եմ, որ Տեր Հիսուսը աշխարհի փրկիչն է, այս սրանից է, այս հրեշից է ինձ փրկում, այս մեղքերից է ինձ փրկում, այս մահվանից է ինձ փրկում։